Նանուլն ավարտում է հիմնական դպրոցը, Վիկա Մարտիրոսյանը տոնական հրապարակման էկից գրել է ու նորից նոր փուլ, բայց այս անգամ կյանքի: Նան, դու քո քայլերն ես կատարելու արդեն որպես հասուն մարդ, չեմ հավատում, որ արդեն այսքան մեծ ես իմ աղջիկ: Նոր ճանապարհիդ ինչ դժվարությունների էլ հանդիպես, ինքնուրույն պետք է հաղթահարես, չնայած մենք միշտ քո հետևում ենք, իսկ հետո վայելես մեծ հաջողություններդ: Մեկ ա իմ համար, դու միշտ իմ պուչուր Նանուլն ես, գրել էր Վիկան: Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում պարուհին խոստովանել էր, որ իր առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով, իսկ մարդիկ իր մեջ առաջինը չգիտի, թե ինչն են նկատում: Փորձում եմ վերցնել մաքսիմալ դրականն այս բացասական աշխարհում: Եթե պարուհի չլինեի, ապա իրավաբան կդառնայի: Իմ առաջին աշխատավարձը ինչ աշխատում հավաքում էի, որ մեքենա գնեմ ու գնեցի: Պատասխանատվությունս ավելի մեծացավ, երբ հանրության շրջանում ճանաչելի դարձա, իսկ իմ կյանքում ոչինչ չփոխվեց: Ամենահարազատ մարդուն չեմ ների միայն լուրջ դավաճանությունը: 20 տարի անցել եմ ինձ այսպիսին պատկերացնում: Երբ մի բան դուրս չի գալիս, չեմ արտահայտվում և ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում: Թիկունքից հարվածողներ շատ ունեմ, սակայն արդեն իմունիտետ եմ ձեռք բերել: Դժվարին փուլեր միշտ էլ կան, առանց դրա պարզապես չի լինի: Ամեն օր պայքար է, եթե ուզում ես առաջատար լինես: Կարծում եմ մի քիչ շատ խիստ մայրիկ եմ: Առաջինը կարևորում եմ երեխայի մեջ դաստիարակությունը, կրթությունը, իսկ մնացածն արդեն կլինի: Ամենակարևորն այն է, որ երեխայի դաստիարակությունը ճիշտ հենց ամենասկզբից դրվի և կյանքում ճիշտ մարդիկ կդառնան: Միշտ լինել առաջատար, չձգտել լինել միջակություն, ինչքան էլ այն դժվար լինի: Կյանքը երբեք չի ավարտվում: Կորոնավիրուսն ինձ համար կյանքն այլ կերպ ճանաչելու պատճառ դարձավ, իսկ պատերազմը ինձ 2 ամսում մեծացրեց և ավելի հասուն դարձրեց: Ես երբևէ չէի մտածել, որ կարող եմ նման ապրումներ ու զգացողություններ ունենալ: Ես հետաքրքրված չեմ քաղաքականությամբ, անգամ չգիտեմ ով է: Կարծում եմ ավելորդ ժամանակի կորուստ է: Բոլորն էլ նույնն են, բան չի փոխվելու: Վախենում եմ ասել, բայց դժվարություններ եմ տեսնում Հայաստանի ապագայում: Աստված եմ կանչում, որ գոնե մեր երեխաները լավ ապագա ունենան իրենց հայրենիքում: Թշնամուն հաղթելու բանաձևը երևի չհանձնվելն է: Հայաստանի համար այս դժվարին շրջանը ինձ ավելի շատ խանգարում է: Բայց քանի որ ես պայքարող տեսակ եմ, գլուխս կախ իմ գործն եմ անում ու փորձում առաջ նայել: «Կյանք, որ միասին ապրեցինք» տեսահոլովակի գաղափարը իմ և իմ մենեջեր Լիլինայինն էր: Շատ էինք ուզում նման տեսահոլովակ ունենալ: Ուզում էի պարի միջոցով արտահայտել զգացածս ցավը: Ասելիքս շատ էր, հնարավորություններս մեկը: Հուսամ ստացվել է աշխատանքը: Մինչև այսօր միայն դրական կարծիքներ եմ լսում, ինչի համար իհարկե շնորհակալ եմ: Տեսահոլովակը նկարահանեցինք Ծիծեռնակաբերդում, քանի որ այս պատերազմի արդյունքն ինձ համար հայերի երկրորդ ցեղասպանությունն էր: Անկեղծ կլինեմ, հայրենիքը լքելու մասին այո մտածել եմ: Ցավով եմ ասում, բայց իմ երեխաների կյանքն ինձ համար շատ թանկ է: Ես դժվար թե կարողանամ միայնակ պայքարել այս անարդարության դեմ: Այլ գործով զբաղվելու մասին չեմ մտածել: Հուսամ այդպես էլ կմնա և ես կշարունակեմ զբաղվել իմ սիրելի գործով: Երազկոտ չեմ ընդհանրապես, բայց հիմա երազում եմ առաջվա կյանքը վերադառնա, երբ կյանքը ուրախ էր և իրական, թատրոնը քիչ էր: Ես բոլոր հարցերում համբերատար եմ դարձել: Մեր ընտանիքում կարծիքները հիմնականում համընկնում են: Հազվադեպ են պատահում տարակարծություններ, բայց մենք հարգելով միմյանց կարծիքը ընդհանուր հայտարարի ենք գալիս: Պարն ինձ համար ամեն ինչ է: Ես ծնված եմ պարի համար: Չեմ մտածել, թե հանուն ինչի եմ պատրաստ թողնել այն: Աստված չանի, որ նման ընտրության առաջ կանգնեմ: Դժվար կպատասխանեմ այն հարցին, թե արդյոք ընտանիքում ներում են կնոջ, մոր բացակայությունը: Բարդ հարց է ու շատ դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Երեխաներս շատ են նեղվում: Զգում եմ, որ գնալով ավելի շատ են ուզում ինձ հետ ժամանակ անցկացնել: Քանի որ ես կյանքում սիրում եմ, երբ ամեն բան իդեալական է լինում, աշխատանքս ինձանից շատ ժամանակ է խլում, որից իհարկե տուժում է ընտանիքը: Շատ ընկերասեր եմ, ընկերներ շատ ունեմ, բայց թանկ ընկերներս շատ չեն:
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես քաղաքական բաներով զբաղվելու ժամանակ չունեմ, ավելին ասեմ, բոլոր իշխանությունների ժամանակ էլ ես ինքս իմ քրտինքով եմ վաստակել իմ հացը։ Արցախ ասելիս ցավ եմ զգում, շատ մեծ ցավ, ափսոս։ Եկեք գնահատենք այնինչ ունենք, չէ՞ որ ինչպես տեսանք ամեն բան մեկ վայրկյանում կարող է փոխվել։ Հայ զինվորը մեր ուժն է եւ մենք պարտական ենք նրանց ամբողջ կյանքում։ Մեր տղեկը հերոսներ են, Աստված նրանց ուժ ու համբերություն տա, իսկ ովքեր չկան, հավերժ փառք ու պատիվ նրանց։ Ուժ ու համբերություն եմ մաղթում հերոս տղերքի մայրերին, հպարտ հերոսների մայրեր, մենք ձեզ հավերժ պարտական ենք։ Առաջատար լինելու համար ոչ թե մրցակցում, այլ օր ու գիշեր աշխատում եմ եւ իմ գործն անում եմ մեծ սիրով։ Տանը փորձում եմ լինել իսկական մայր, իսկական կին, ամեն դեպքում ես ամեն ինչ անում եմ, որ տանն էլ լինեմ լավագույնը։ Իմ դուստրը ինձանից հայտնի է եւ շատ վաղ տարիքից է դարձել ճանաչված, իսկ զգեները բնականաբար իրենց գործն արել են, դեռ ավելի լավ պարուհի են անուլը։ Շատ բարդ էր անցնել օնլայն հարթակին, բայց դա էլ հաղթահարեցինք։ Նոր ծրագրեր եւ պրոյեկտներ արդեն վաղուց սկսել եմ ներկայացնել, բայց առջևում դեռ ամենահետաքրքիրներն են։ Նպատակներս երեխաներիս հետ են կապված, իսկ երազանքս է հայրենիքս չապրի այն օրերը, որ ապրեցինք։ Պարն իմ տարերքն է, իմ ուժը եւ վերջապես ես սիրահարված եմ իմ աշխատանքին, առանց պարի կյանքն անիմաստ կլիներ։ Ովքեր նանուլին չեն ճանաչում ու իրեն գիտեն միայն տեսահոլովակներով, բոլորի ռեակցիաները սկզբում ուրիշ է։ Սպասում են, որ մի շփացած աղջիկ է գալու, շատ ինքնավստահ մեկը եւ այլն։ Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ թե տնօրենը, թե դասղեկը բոլորը իր համեստությունից են խոսում։ Մեր ընտանիքում դա գլխավոր կետերից մեկն է, որ մարդ պետք է լինի համեստ։ Դու չպետք է խոսես քո մասին պետք է խոսեն։ Դա մեր կարգախոսն է, դա նաև իմ պահանջկոտության ու խստության արդյունքն է։ Ինձ հետ էլ են այդպես եղել, ես տղայիս հանդեպել եմ այդպես։ Ես երբեք չեմ շփվում ոչ մեկի հետ շահի համար։ Ինձ համար ընկերը պետք է լինի այն մարդը, ով իմ տուն կմտնի, հաց կուտի։ Ես շատ բաց եմ, շատ թափանցիկ մարդ եմ ու երբեմն մտածում եմ, որ դա սխալ է։ Կյանքը շատ բարդ է դարձել, մարդկանց տեսակները փոխվել են։ Վերջերս այնպիսի դեպքեր են եղել, ինձ ասում են, զարմանում եմ, որ դեռ զարմանում ես։ Ամարաս համույթի հիմնադիրները ծնողներս են, խմբի անունը որոշել է հայրս։ Ամարասը մի եկեղեցի է Ղարաբաղում։ Հայրս կարդացել էր այդ եկեղեցու պատմությունը եւ շատ տպավորվել։ Փառք Աստծո, շատ դժվարին խոչընդոտներ չեն եղել, խումբը այսօր կայացած է իր բարի համբավի, սրտացավ աշխատանքի շնորհիվ, մեզ մոտ տարբեր տարիքային խմբեր են։ Ծնողները բերելով իրենց երեխաներին գիտեն, որ նրանք հուսալի ձեռքերում են։ Ես առհասարակ ոչինչ չեմ երազում, ես մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, իմ ծնողները, հարազատները զբաղվել են պարարվեստով, իմ մեջ անցել է նրանց տաղանդը, սերը դեպի պարը։ Այդ պատճառով ես ընդունվեցի պարարվեստի ուսումնարան դասական պարերի բաժին։ Անկեղծ ասած, ես ճիշտ չեմ համարում խոսել այն մասին, թե որքան արժե Ամարասի մեկ համարը, քանի որ երգիչների հիմնական մասը իմ շատ սիրելի ընկերներն են եւ նրանց հետ աշխատելիս գումարայինը երբեք չեմ կարեւորել։ Ինձ համար կարեւոր է լինել մեր ընկերների կողքին, օգնել նրանց ինչով որ կարող ենք։ Իսկ այն երգիչների հետ, որոնց հետ աշխատանքը զուտ գործնական է, բնականաբար պետք է բարձր վճարեն, որպեսզի աշխատեմ տվյալ երգչի հետ։ Նոր ուժ, նոր եռանդ, ապացույց մի շարք չար մարդկանց, որ կարելի է լինել միշտ առաջինը, կարելի է լինել սիրված, պահանջված։ Աստված թող միշտ պահապան լինի մեր գեղեցկուհի հայ աղջիկներին, մայրերին, տատիկներին, թող միշտ ժպտան ու լինեն երջանիկ։